հաճախ մայրաթորում ես ուղղակի վախենում եմ գնալ իրան գրկել։ Առաջին կարծրատիպը այն է, որ հոգևորականը ամուսնական որևէ կարգավիճակում լինել չի կարող։ Մեղք է, որ ընտանիք ունեն, այդպես իրենք դադարում են հոգևորական լինել, չեմ մտածել անգամ եկեղեցի գնալու կամ աղոթելու մասին։ Աթեիստ այսինքն։ Կարելի ասել հա աթեիստ։ Քեզ փոխեց նշանածդ, իսկ ընտանիքում քո ինչ-որ բան փոխվեց։ Չէ։ Ամենաշատը ինչն է ձեզ զարմացրել, որ լսել եք։ Ու ինձ անդադ ասում էին պատկերացնում ես դու գնաս իրենց տուն, ինչ պետք է լինի, այդքան աղոթեք, չգիտեմ։ Թեմայի մեջ։ Բացում ենք թեման բոլոր կողմերից։ Ողջույն։ Ասում են հավատը փոխում է ամբողջ կյանքը։ Հենց այդ ազդեցությունների մասին էլ այսօր թեմայի մեջ ենք։ Եվ զրուցելու ենք մի մարդու հետ, ով իր Instagram-ում վարում է բլոգ, իր նշանածի հետ, ով հոգևորական է։ Այսօր խոսելու ենք շատ կարծրատիպային հարցերից։ Մեր հյուրն է բլոգեր եւ նաեւ հաշվապահ Անահիտ Մակարյանը։ Ողջույն Անահիտ։ Ոնց ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Մեզ շատ հետաքրքրող թեմա է, վստահ եմ, որ նաեւ այն մարդկանց, ովքեր որ ունեն կարծրատիպային մտածողություն այս հարցի վերաբերյալ, հիմա եկեք փոխենք կարծրատիպերը։ Քանի որ բացման մեջ նշեցի, որ հավատը իսկապես տարբեր կերպ անդրադառնում է մեր կյանքի, մեր ճակատագրի ապագայի վրա, իսկ դուք դրա մասին հաճախ եք խոսում բլոգում, եկեք հենց այդ մասին էլ խոսենք առաջինը։ Ասում եք, որ խճճված պահերին, ամենադժվար պահերին հենց ձեր նշանածն է ձեզ օգնում որպես հոգևորական նաև, այ ինչպիսի ազդեցություն է ունենում հոգևորականի հետ հարաբերությունը այդ խճճված պահերին։ Գիտեք ինչպես է, կարող ես շատ մտքեր ունենալ, բայց այդ մտքերը երբ որ ինչ-որ մեկի հետ չես կիսում, ինչ-որ մեկին չես պատմում, ինչ-որ մեկի հետ չես քննարկում այն հարցերը, որոնք որ բերում են այդ մտքերին, դեպքերը, իրադարձությունները, թեկուզ հենց որ մեր առօրյային պատահում են, հաճախ այդ մտքերը, գաղափարները, որոնք մենք կարող էինք ունենալ, մնում են օդում ու չեն էլ ձևավորվում։ Բայց երբ որ խոսում ես հոգևորականի հետ, առհասարակ այնպիսի մարդու հետ, ով որ քեզ սիրում է, հետաքրքրված է քո կյանքով ու ամբողջությամբ մտնում է այն պատմության մեջ, որը որ դու պատմում ես, այս դեպքում արդեն նաև հոգևոր աջակցություն է առաջանում ու գումարած այս ամեն ինչին, երբ որ այդ մարդը քեզ սնուցում է հոգևոր նյութով, մոտեցնում է Աստծուն, ցույց է տալիս ճանապարհը ինչպես հավատալ Աստծուն ու ամենադժվար պահերին սենց հանգստանալ, մի հատ խորը շունչ քաշել ու վստահել կյանքիդ այդ իրավիճակը Աստծուն, արդեն տվյալ մարդը նաև ինքը իր այդ հանգստությամբ քեզ օգնում է, որ դու էլ գնաս այդ ճանապարհով ու ինքդ կորցնես մի հատ այդ վախը, ինչ որ այդ տվյալ պահին կա, անհասկացողությունը, որ չես հասկանում ինչ է կատարվում, հիմա ինչ պետք է անեմ, ու սենց հանգիստ ինչ որ սահուն ընթացք է ստանում։ Դու արդեն գտել ես այդ հենարանը ու արդեն սովորել ես ինքնուրույն հաղթահարել այդ վախը, թե ամեն դեպքում նրա աջակցության կարիքը դեռ ունենում ես դժվար պահերին։ Ես սկզբում շատ ինքնուրույն եմ եղել, մինչև իր հետ շփվելը։ Իր հետ ես գտել եմ այդ հենարանը ու փորձել եմ մի բան սենց հանգստանալ, ասել նորմալ է, թող ինքը հոգ տանի քո մասին, թող ինքը իր աջակցությունը ցույց տա այնքանով, ինչքանով որ ինքը ուզում է դա անել, ինչքանով որ ինքը կարողանում է, ինչքանով որ զգում է այդ պահին ու սպասել երբ այդ աջակցությունը գալու, ոչ թե անընդհատ sense ինքդ քո մեջ փնտրես այդ ուժը ու եթե չես գտնում, արդեն սկսես լարվածության մեջ ընկնել։ Երբ որ հենվում ես ինչ որ միտեղ ունես այդ հենարանը, կյանքը sense իրուն սահուն ընթացքով գնում է։ Դուք որքան ժամանակ եք միասին արդեն։ Արդեն 3.5 տարի։ Հետաքրքիր է, ասացիք, որ ահագին հարցերում ձեզ օգնում է, խոսեցինք այն հոգևոր աջակցության մասին, որը որ կա զատ հարաբերություններից։ Որն ա եղել են խնդիրները, որոնք որ առաջացել են հարաբերությունների սկզբում շրջապատի կողմից ու որն ա եղել ամենալուրջը դրանցից։ Եթե դժվարանում եք մտաբերել, դա արդեն լավ է։ Ուրեմն չեն եղել խնդիրներ։ Չէ, եղել են շատ են եղել, հենց առաջին այն խնդիրն է եղել, որ ինձ ասել են դուք այսքան շփվում եք, ամուսնանալու եք։ Մի փոքր sense բոլորի դեպքում ինձ թվում է խնդրեմ։ Հարցը առաջանում։ Հետաքրքիր է, Անահիտ, ներողություն, հետաքրքիր է առհասարակ հոգևորական լինի չլինի, ցանկացած մարդու մեջ պիտի հասնեն։ Եթե մի քիչ երկար է տևում, ամուսնանալու իսկ հայկական իրականության մեջ այդ երկարը շատ կարճ է, 1-2 տարի։ Այո, շատ լավ ձևակերպ, մեր երկարը շատ կարճ է։ Ինձ հետաքրքիր է ասել են այդ հարցը տվել են կապված հոգևորականի հետ, թե ուղղակի ուրիշ
Չէ, հենց հոգևորականի հետ։ Կարծում եմ, ովքեր որ շփվում են, միտք ունեն ամեն դեպքում գալ հասնել ամուսնությանն է։ Բնականաբար, երբ որ փող ըմբռնումը կլինի էլ իրար միջև, բայց այս դեպքում հարցը հնչել է զուտ նրա համար, որ արդյոք կարող է հոգևորականը ամուսնանալ թե ոչ։ Ու եկանք կարծրատիպերին։ Այո։ Սրանով էլ բացենք կարծրատիպերի թեման։ Առաջին կարծրատիպը այն է, որ հոգևորականը ամուսնական որևէ կարգավիճակում լինել չի կարող, բայց այդպես չէ բնականաբար, ինչի վառապացույցը մեր դիմաց նստած է։ Դուք նշանվեցիք եկեղեցով, ինչը տարածված երևույթ չէ հայկական իրականության մեջ։ Առասարակ ինձ թվում է շատ քիչ մարդիկ գիտեն դրա մի քիչ, կարծեմ բավականին լայն քննարկումների առիթ էր դարձել, չէ՞, ձեր նշանադրությունը եկեղեցում։ Ես պատահաբար ուղղակի կիսվել էի ընկադրերով, որոնք որ առաջացել էին, բայց զգացի, որ մարդկանց մոտ իրոք հարց է առաջանում, ինչպես է էլի նշանադրությունը կատարվել այսպես, նույնիսկ հրավիրելիս շատերին որ նշում էի եկեղեցին էլ այս ժամին է կարող է գալ այս ժամին, հարց էր առաջանում Ինչ եկեղեցի, ամուսնանում եք, սակադրություն է, ուզում եք ամուսնություն անեք, միանգամից նշանդրեքով ամուսնության հարցնել եք փակում, ու հետո հասկացա, որ իրոք կա ինֆորմացիայի պակաս, հիմա առհասարակ արվում է ամուսնությունը, պսակադրության կարգը եւ ներառվում է նաեւ նշանադրության հատվածը, հա։ Նշանադրությունը իրենց ենթադրում է մատանիների օրհնության կարգը, իսկ մենք գիտենք, որ միայն մի մատանի է լինում, հա, մեզ մոտ այդպես է ընդունված, որ մենակ մի մատանի է լինում աղջկա համար, բայց իրականում մատանին լինում է եւ տղայի եւ աղջկա համար եւ դրանք օրհնվում են սկզբում որպես նշան, որ իրենք նշանված են, հա, մեկը մյուսին նշան է արել։ Նշան է արել, այո, օքեյ։ Ու հետո հենց այդ նույն մատանիներն էլ պսակադրության ժամանակ օրհնվում են արդեն որպես ամուսնական մատանի եւ աչից տեղափոխվում, այո, ցախ ձեռքի մատնեմ։ Մենք բաց ենք թողել փաստորեն բավական կարևոր փուլ։ Այսինքն այն կալցո ասվածը դա չէ։ Դա է նշանի ժամանակ դրվում։ Հա, նշանադրության ժամանակ ուղղակի ձեռքի ձախից տեղափոխվում է աչից տեղափոխվում է ձախ։ Ահա։ Հետաքրքիր է, ես անկեղծ եմ ասում, տեսեք, ես էլ ինձ թվում է շատերն էլ մեզ դիտողներից չգիտեն, որ նշան առասարակ եկեղեցու նշանադրության կարգի արվում, անկեղծ դա շատ վատ է իհարկե, բայց համենայն դեպս գոնե իմացանք, տեսանք, որ այդ փուլը բաց ենք թողել էս պսակադրության արարողության մեջ։ Չէ, հենց պսակադրության արարողության մեջ մինչև պսակադրություն հասնելու կարևոր փուլերից մեկը։ Էլ ինչ հետաքրքիր ավանդույթներ ունեք, որոնք տարբերվում են մեր սովորական ավանդույթներով ապրող մարդկանց կյանքում։ Ավանդույթներ, եթե նկատի ունեք մեր հարաբերություններին, հա, առնչվող, հա։ Եկեք եւ անենք, եւ օրինակ այս տեսակ ծիսական ավանդույթներ, որոնք մենք չենք տոնում կամ չգիտենք դրանց մասին, բայց ձեզ մոտ լսի ավելի շատ գիտես ինչն է հարցը, մենք գիտենք, ուղղակի մենք տոնում ենք, չգիտենք խորհուրդը։ Դե նշանադրության պահը փաստացի շատ քչերս գիտեինք։ Նշանադրության պահը շատ մարդիկ նշում են ավանդույթներ, որոնք որ չգիտեն։ Այս բան չեմ մտաբերի, այնպեսի մի ավանդույթ, որի մասին քչերը գիտեն։ Եկեք խոսենք մյուս կարծրատիպերից, որոնց մասին նաև բարձրաձայնում եք բլոգում։ Ամենաշատը ինչն է ձեզ զարմացրել, որ լսել եք։ Լսել եմ այն, որ եթե ընտանիք է ունենում, ուրեմն դա մեղք է, հոգևորականը։ Դե հիմնականում ես խոսում եմ հենց հարաբերությունների մասին, ավելի թեթև ոճի մեջ էր նախկինում իմ բլոգը, նոր սկսել եմ ավելի բարդացնել մի փոքր, բայց հիմնականում մեղք է, որ ընտանիք ունեն, այդպես իրենք դադարում են հոգևորական լինել, երբ որ հոգևորական է, դա նշանակում է, որ ինքը պետք է լինի ոչ ամուսնացած, եթե չէ ինքը ուղղակի չգիտեմ ինչ է մնում, այսպես ինչ որ կարծրատիպեր եմ լսում, բայց որոնք նույնիսկ ինձ մի քանի անգամ կարդում եմ, ասում եմ չեմ հասկանում էլ ինչի մասին այս խոսքը հոգևորականը ու քահանան տարբեր բաներ են, իհարկե տարբեր եզրույթներ են սրանք, բայց մեկը մյուսին ոնց որ չի հակասում, իհարկե քահանան հոգևորական է, բայց հոգևորական կարող է լինել ինչպես եւ քահանան, այնպես սարկավագը եւ այլն։ Այսպես շատերը մտածում են, որ սա մեղք է ու ես իմ մասով կարող եմ ասել, իհարկե վատ է, բայց հաճախ մայրաթորում ես ուղղակի վախենում եմ գնալ իրան գրկել, որովհետև մտածում եմ հեսա կասեն ինչ օմոթ է, ինչպես կարող է, հատկապես որ Ֆարաջեև է լինում, իմ համար կոնկրետ բարդույթ են առաջացնում դրանով։ Իհարկե աշխատում եմ չսահմանափակել։ Հետաքրքիր է ծնողների կարծիքը, երբ որ ասացիք, որ ուզում եք օրինակ հոգևորականի հետ նշանադրվել։ Իրականում բացահայտում անեմ, ես մինչև Վահանի հետ շփվելը չեմ եղել քրիստոնյա ու առհասարակ չեմ մտածել հավատքի մասին, չեմ մտածել
կողքս ինչ որ կաով է ստեղծել ու ինձով է ստեղծել կամ ինչպես է ստեղծվել, որովհետև կան մարդիկ, ովքեր մտածում են, որ ինչ որ մեկը չի ստեղծել, այլ ստեղծվել է, ու այսպեսին է նաև իմ ընտանիքը եղել, այս մոտեցումն է ունեցել, ու ինձ անդադ ասում էին պատկերացնում ես դու գնաս իրենց տուն, ինչ պետքա լինի, այդքան աղոթեք, չգիտեմ, գնաք եկեղեցի, չգիտեմ եւ այլն։ Այս արձագանքներ մենակ, բայց որ ասեմ ինչ որ դեմ ենք, չէ, այս նման կարծիքի չեմ։ Բայց քեզ մոտ արդեն որպես անհատի, երբ, չգիտեմ, մեծացել ես, բավականին 17 տարեկանում հանդիպել ես քո սիրուն, որը հոգեվորական է եւ ամբողջ գաղափարական մասը փոխում է հավատի հանդեպ։ Կտրուկ չէր այդ անցումը, որովհետև իրականում ոնց ենք մենք մեծացել։ Մեզ մեծացրել են Աստվածաշունչ կարդալով, մենք հայրմերն ասել ենք տերունական աղոթքը եւ այդպես ենք քնել։ Այսինքն ես չգիտեմ, եթե ժամանակին այդ ամեն ինչը ներդրված չլիներ մեր մեջ, մենք 17-ում ոնց կվերաբերվեինք այս թեմային, այդ տեղը հակասություն է, էլի, որ ես ոչ թե ուղղակի եղել եմ քրիստոնյա ու չեմ մտածել անգամ եկեղեցի գնալու կամ աղոթելու մասին, բայց ասել եմ, որ ես քրիստոնյա եմ, ցավոք սրտի մեր մեջ կան էլի այդպիսի մարդիկ, չէ, ես կտրուկ, ես մտածել եմ, որ չէ, այսպիսի բան չկա եւ վերջ։ Աթեիստ այսինքն։ Կարելի ասել, հա, աթեիստ։ Հասկացա։ Բայց այդ հարցի մեջ չխորացած աթեիստ։ Հա։ Ու երբ որ ես Վահանի հետ շփվեցի, ինձ համար շատ կարևոր էր մարդկային գործոնը։ Ես առաջին հարցերի շարքը, որոնք որ տվել եմ իրեն, այդն էր ինչի համար է ինքը գնացել ճեմարան, միթե ինչ որ մեկի պարտադրանքով, ինչ որ մի բան, որովհետև իր կյանքում եկել հասել այդ փուլ ու ինքը պարտավոր էր գնալ։ Ու այս հարցերից նաև բացվեցին մնացած հարցերը, այդ ժամանակ ինքը գնդերեց էր Զորամասում ու հարցնում էի պարբերաբար ոնց հանցնում քո ծառայությունը, ինչ ես ասում դու զինվորներին, ինչ թեմաների շուրջ ես խոսում ու ինչ բառերով ես դա ներկայացնում։ Սրանով ես փորձել եմ ճանաչել իրեն ու իր մոտեցումը։ Ես կարծում եմ, որ հոգևորականը եթե խոսի մարդկանց հետ այնպես կարծես թե բոլորը հավատացյալներ են ու բոլորը նույն կերպ են հավատում, նույն ձևով կիրակի օրերին գնում են եկեղեցի կամ չգիտեմ ամեն օր 2 անգամ օրինակ էլի աղոթում են, այս դեպքում արդեն բախում կառաջանա ու այն մարդը, որ իրականում ինքը չէր անում այդ ամեն ինչը կհեռանա ավելի։ Ես այդ մարդկանցից մեկն եմ եղել ու փորձել եմ այս ամեն ինչը հասկանալ, նաև հասկանալ թե արդյոք իր հավատքը ինչ աստիճանի վրա է, հա, այսպես ասեմ, իմ սանդղակով եմ ասում ու ինչ հիմքեր ունի, որովհետև դա շատ կարևոր է։ Արդյոք ինքը այն հարցերը, որոնք որ ես որպես ոչ քրիստոնյա մեկը ունեմ ու տալիս եմ իրեն, կարող է ինքը պատասխանել դրանց թե ոչ, որովհետև մենք շատ ենք բախվում իրավիճակների, որ մարդիկ հարցը տալիս են, բարձրաձայնում են ու ասում են, տեսեք, պատասխան չկա, ուրեմն ես ճիշտ եմ ասում, ուրեմն հոգևորականները գոյություն չունեն, իրենք ճիշտ չեն պատասխանում, իրենք չգիտեն։ Ես էլ բնականաբար չեմ առնչվել, երբեք չեմ շփվել հոգևորականի հետ, մտածել եմ, երևի այսպես պետք է լինի 1, 2, 3, 4 ու ես հասկանում եմ, ինչքան իմ մասին է այս կրոնը, ինչքան ինձ մոտ է, ինչքան ես այսպես եմ ապրում, բայց ինչի չեմ ընդունում ես։ Իսկ ինչևէ ինչն էր պատճառը, որ չկար այդ ամեն ինչը հասկանալու կամ դրանով ապրելու տարբերակը։ Պատճառը էր, որ ես ունեի հարցեր, որոնց պատասխանները ոչ մեկ չէր տալիս, բայց դա չի նշանակում, որ ես փնտրում էի, գտնում էի մարդում կտամ այդ հարցը, տալիս է ու չէին կարողանում պատասխանել։ Այսինքն ես ինքս դեռ չէի մտել այդ թեմայի մեջ այնպես, որ ամբողջությամբ մինչև վերջ գնայի ու ստանայի իմ բոլոր հարցերի պատասխաններ։ Իմ հետաքրքրությունն էլ այս հարցի շուրջ չկար։ Քեզ փոխեց նշանածդ, իսկ ընտանիքում քո ինչ որ բան փոխվեց։ Չէ։ Դեռ չէ, իսկ դեռ չէ։ Երբ որ կդառնա պաշտոնապես փեսան, ինձ թվում է այդ ժամանակ արդեն իմ ընտանիքի անդամները շատ սիրով, ուղղակի քանի որ առիթը շատ ու շուշ անձեռնում, մեր միջև հեռավորությունը շատ է, շատ սիրով լսում են Վահանին, Վահանը շատ սիրով լսում է իմ ընտանիքի անդամներին, երկու այդ իրար թվում է թե հակասող մարդիկ իրար այնքան են սիրում ու այնքան սիրով են լսում, այնքան վերջում սիրուն պատասխանի են գալիս առանց որևէ բարկության վերջ, չգիտեմ, դու սխալ ես ասում, չգիտեմ, էլ մեր տուն չգաս, չգիտեմ, առանց ինչ-որ sense բաների, որ բոլորի մոտ այս տպավորությունը կարա լինի։ Չէ, շատ սիրով, բայց կարծում եմ
մարդուն յուրաքանչյուրին պետքա գա ինչ-որ մի փուլ հասնի, որ ինչ-որ մի բան, ցանկացած բան ընդունի կամ չընդունի։ Ես Վահանի հետ շփվում եմ 3 տարի անընդմեջ, առանց ընդմիջումների, առանց ինչ-որ մի պահ չխոսելու ու արդեն դա ինձ ավելի է մոտեցնում իրեն, ես ավելի շատ եմ սկսում իրեն ճանաչել, բայց մարդիկ, ովքեր իրեն տեսնում են, չգիտեմ, շաբաթվա մեջ մի անգամ, բնականաբար նույնիսկ ժամանակ էլ չի լինում հասնել այդ թեմային խոսել, կամ երբ որ թեմային հասնում ես, կիսատ է դա մնում, ու թվում է թե խորքային չի բացահայտվում, արդեն քիչ է այդ դեպքում հավատալու համար, երբ տարիներ շարունակ մերժել ես այդ ամեն ինչը։ Եկեք խոսենք, թե ինչա սերը հոգևորականի եւ չհոգևորականի միջեւ, հա, որտեղ սովորական զույգերի սերը մոտավոր պատկերացնում ենք։ Ինչ առանցքային բաներ կան, տարբերություններ, օրինակ։ Ես առաջին բանը, որին հանդիպել եմ, արգելքներն են։ Ու ինձ վերջերս հարց հնչեց իմ հենց ընկերների կողմից, խիստ է ինքը, չէ, խիստ չի ինքը։ Էդ էլ է կարծրատիպ, որ եթե հոգևորականի հետ են հարաբերությունները, ուրեմն սահմանափակումները շատ են, բայց փաստորեն լրիվ հակառակը։ Չէ, լրիվ հակառակը։ Գիտեք ինչի, որովհետև ես հասուն մարդ եմ ու ես ուզում եմ, որ իմ կողակիցը ինձ ընդունի անկալի որպես հասուն մարդ։ Ու հարգի բոլոր իմ կարծիքները։ Սա չի նշանակում, որ եթե ինքը ասեց, օրինակ, այս մի բանը մի քիչ ինձ դուր չի գալիս, ես պետք ասեմ, չէ, ինձ դուր է գալիս ու վերջ։ Այնքան հեշտ է խոսել իրար հետ ու գալ մի հատ ընդհանուր հայտարարի, անգամ եթե ես մի օր պետք է իրեն զիջեմ, մի անգամ ինքը ինձ պետք է զիջի, այնքան սիրուն բան է, այնքան սիրուն երևույթ է իրար զիջելը ու հասկանալը, որ հետո ավելի է ամրապնդում հարաբերությունները։ Հենց այս արգելքներն են, որին ես շատ եմ բախվում ուրիշների մոտ ու տպավորությունն է, որ մեր մոտ էլ պետք է լինեն սրանք, կամ պարտադրանքը աղոթել, պարտադրանքը գնալ եկեղեցի։ Ինքը ինձ այսքան ժամանակ ասում եմ, չէ, ինձ մոտեցրել է Աստծուն, ինքը ինձ այսքան ժամանակ չի ասել գնա եկեղեցի, արի գնանք այսինչ տեղը, այնինչ տեղը։ Ես հարցնում եմ իրեն, երբ որ ես եկա այս գիտակցությանը, ընդունեցի Աստծուն, ընդունեցի քրիստոնեությունը, հարցրեցի ինչին շուտ չէիր այս ուղու վրա դնում, ինչին չէիր ասում մի անգամ գնա պատարագի, պատարագամատույցը վերցրու ու գնա լսի ինչ են ասում, կարդա, հասկացի, ինչ են ասում։ Ասեց ես չէի ուզում քեզ հեռացնել, միգուցե ստիպեի մի բան քեզ ավել ասեի ու դա այդ վերջին կայծը լիներ, դու այլևս ասում ես լուր աղոթել եմ ու չգիտեմ այդ պահին այնքան sense հանգստացա, ես չէի ուզի երբեք այդ անտարբերությունը լիներ, որ ինքը չմտածեր ինչպիսին կլինի, թե հիմա ճիշտը որն է, թող ամեն մեկը ինքն իր համար որոշի, բայց ինձ համար ես եկա հասա այս ճշտին, հա, եթե ես ունակ էի հասկանալ, ես իրոք կուզեի մի շաբաթ առաջ գնայի պատարագի, 2 շաբաթ առաջ կուզենայի։ Բայց պետք է գար հասունանար այդ պահը, որպեսզի այո, մերձեցումը լիներ շատ օրգանիկ, ոչ թե ստիպելով, ոչ թե քարոզով, իսկ քարոզը հաճախ լավ տեղ չի տանում իսկապես, հեռացնում է մեզ։ Ամեն դեպքում 3.5 տարին քիչ ժամանակ չի տարբեր հարցեր քո մեջ քննարկելու, մտածելու, ինչպես ասում են, գցել, բռնելու եւ տարբեր այսպես ծանր ու թեթև անելու պահ եղել է, որ մտածել եք, որ կարող է ամեն դեպքում մենք տարբեր ենք։ Շատ է եղել։ Ես ավելի չոր մարդ եմ։ Ես ավելի շատ սիրում եմ էմոցիաներով չառաջնորդվել։ Ինքը ավելի շատ էմոցիաներով է առաջնորդում ու երբ որ օրինակ բերեմ։ Օ, ինձ թվում է հակառակը պետք է լինի։ Չէ, դարումպես անհավատ անէմոցիա մարդա զբերում է իր դաշտվանը։ Ես իրականում այնպիսին եմ, որ շատ կտրուկ կարող է արձագանք տամ ինչ-որ մի իրադարձության։ Ես կարող եմ քննարկել, ասել, ես սրա համար եմ մտածում այսպես, դիմացինս էլ ասի, ես էլ այս մի բանի համար եմ մտածում այսպես ու ես դա սիրով կլսեմ, բայց ես շատ կտրուկ եմ վերաբերվում այդ ամեն ինչին, sense նույնիսկ հավատքի մեջ, ես երբ որ հիմա հավատում եմ այսքան, ես մտածում ինչ են sense անում, ինչ են sense, ինքը այդ ձևով չի մոտենում։ Իրա մեջ նաև այդ համբերատարությունն ու ես ուզում ասել քրիստոնեությանը բնորոշ համբերատարությունը եւ մի փոքր էլ համեստություն է երևի։ Կարծիքով ազատությունն էլ է դրանից, որովհետեւ եթե դու հարաբերություններում ազատ ես, դա նաև գալիս է նրանից, որ սերը ազատություն է, իսկ ազատությունը քրիստոնեության քարոզած արժեքները ինչքան լավն են, ինչքան մարդկային են։ Այո։ Իսկապես ազնվորել եմ ասել մեզանից։ Այո, շատ մարդկային։ Լավ, բայց գանք բարկությանը, ամեն դեպքում հաստատ կան վեճեր, կան կռիվներ, ես չգիտեմ դրանք ինչ ֆորմատով են ձեզ մոտ։ Անկեղծ չեմ հիշում, այտենց մի դեպք, որ ինքը բարկացած լինի, մի դեպք է եղել, դա էլ շատ առօրեական դեպք, որի արդյունքում իր բարկությունը այսպես դրսևորվեց, ինքը ուղղակի չխոսեց։ Դա չգիտեմ ես ինչպես ասել, այս հարցի պատասխան, որ հետաքրքիր լինի։
Ոնց եք սովորել ձեր հարաբերությունները պաշտպանել կողքի շրջապատի անհասկանալի կարծիքներից։ Շատ դժվարությամբ իրականում, որովհետև ես միշտ սիրում եմ մարդկանց հետ կապի մեջ լինել ու հասկանալ ով ինչ է մտածում, ինչ կարծիք ունի այս հարցի շուրջ, չապրել այդ կարծիքով, բայց մտածել էլի միգուցե ինչ-որ մի բան մի ուրիշ ձև ասեմ, որ իրենց ավելի հաճելի լինի, ավելի դուրեկան լինի իրենց, բայց հետո հասկացա մի բան, որ դա ուղղակի մեր մեջ հնարավոր է վեճեր առաջացնի, հնարավոր է իմ մեջ ինչ-որ խռովություն առաջացնի առհասարակ էլի մարդկանց հանդեպ ես կարող եմ փակվեմ ու էլ չուզենամ ինչ-որ մեկի հետ շփվեմ, որ հանկարծ ինքն էլ չգա այդ հարցը չտա ինձ, բայց այս իրականում շատ վատ է, դրա համար այս ամեն ինչի հիմքը, որը էլի վահանի շնորհիվ որ կա այդ հանգստության, համբերատարության ու նաև համեստության ձգտումն է։ Ես ձգտում եմ դառնալ այդպիսին, լինել այդպիսին տարբեր հարցերի շուրջ եւ հետո նաև ամբողջապես որպես մարդ դառնալ այդպիսին, որ այս հարցերին էլ sense սիրով հանգստությամբ արձագանքեմ։ Եկեղեցին մեր ներսում է։ Կա այդպիսի արտահայտություն, որ ոնց որ մարդու հավատն ու եկեղեցին իր ներսում պիտի լինի։ Դու ինչ կարծիք ունես։ Այդ էլ ասա ու ավարտենք հենց այդ նոտայով։ Պետք է լինի մարդու ներսում, բայց այդ չի նշանակում, որ մենք չպետք է գնանք եկեղեցի, որովհետև Աստվածաշունչը կարող ենք կարդալ, ինչ որ մի տող կարդալ, ասել, այ շատ ճիշտ բան է ասվում այստեղ ու sense դաջել դա մեր մտքում, բայց երբ որ չենք լսում ենք այդ տողի մեկնությունը, որը շատ տարբեր ձևերով մեր հոգևոր հայրերը տալիս են մեզ, սրանով մենք հեռանում ենք ու սրանով մենք դառնում ենք այնպիսին, որ այսպես է ու վերջ, բայց մենք քրիստոնեությունը նրա մասին է, որ մտածենք լայն, ոչ թե Աստվածաշնչից դուրս գալով, այլ Աստվածաշունչը ավելի խորապես տողատակերը կարդալով։ Դա նույն եթե ապտակում են մի թշիկ մյուսը դեմ այդ լրիվ ուրիշ ձև է բացատրվում իրականում։ Շնորհակալ ենք շատ։ Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր որ լսեն զրույցը, եթե մի օր անգամ իրենց կյանքում չհանդիպեն մարդու, ով որ կլինի հոգևորական, գոնե ձեր խորհուրդները ու դեպի Աստված ձեր մոտեցումները ու տեսլականը անպայման կկիսեն։ Շնորհակալ ենք շատ, որ մեր հյուրն եք Անահիտ, ձեզ շատ սեր ենք մաղթում։ Շատ շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Շնորհակալ ենք, որ եկաք։ Դե ինձ սիրելի դիտողներ, մենք այսքանն ենք պատրաստել այսօր, իսկ թե կընտրի Այդան իր երկրորդ կեսվորպես, մենք դա կիմանանք հաջորդ հաղորդման ընթացքում։ Շատ անսպասելի էր փակումը ավետի։ Իսկ ես ուզում եի ասել, որ հավատը շատ կարևոր եւ իսկապես բեկումնային է կյանքում։ Հավատացեք, ինքներդ ձեզնից դուրս ձեր կողքին գտնվող մարդկանց կարևորը հավատալն է։ Հավատացեք, սիրեք, իսկ մենք կհանդիպենք